խոսելու, գիտեք, որ 4 գերիներ ահավեկիչների հետ փոխանակեցին, բերեցին, իմիջիայլոց քիչ առաջ հայտնի դարձավ, որ մի քանի հայեր մնացել Արցախում, նրանց էլ ճանապարհեցին, այսինքն սա բարի տեղահանությունը, այսպես, բարիս բուն իմաստով սա ցեղասպանություն է, այսինքն բնիկ ժողովրդին տեղահան անել եւ դուք պատկերացնում եք ինչպիսի անհանդուրժողականություն, որ Թոշակարուն տարեց մի քանի մարդեր մնացել, անգամ դրանց չի հանդուրժում Ալիևը, ես վստահ եմ, որ խոշտանգումների էլ ենթարկել եմ եւ հիմա ճանապարհեցին եւ այս տականքի հետ մեր դժվար ողորմելի իշխանության դժվար ողորմելի ներկայացուցիչները, իդեպս այս պարագայում նախագահ Քոչարյանը եւ ոչ միայն ինչպիսի ռևերանսներ, շնորհակալություններ, երախտիկներ, ամենայն հավանականությամբ Արցախը հայազրկելու, հայաթափելու, ցեղասպանության, ինչ ասեմ, 150,000 հայ տեղահանելու, 10,000 երիտասարդի սպանդի եւ այլն, այսպես անվերջ կարելի ասել Հայաստանի տարածքները զավթելու համար ինչով է պայմանավորված այս ողորմելի թշվառ վիճակը եւ չգիտեմ ինչու չկա լզում այս ապիկարի նկատմամբ, խնդրեմ։ Տեսեք, հարցը շատ ծավալուներ ու ըստ էության մենք խոսեցինք վերջին 7 տարում տեղի ունեցող այն բոլոր իրադարձությունների մասին, որոնք ցավոք սրտի մեզ բախտ վիճակվեց ապրել։ Միանգամից այո, փորձենք դրանով այսպես ընդհանրացնել այն խաղաղության կոնցեպտը, որի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը եւ որի մասին անընդհատ բարձրաձայնում էինք մենք բոլորս, որ այո, թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ բացառվում է որևէ տեսակի խաղաղության։ Բազմիցս ծեր եթերներով էլ ենք ասել, որ խաղաղության մի քանի մոդել գոյություն ունի, հայ-թուրքական խաղաղության կոնկրետ 3 մոդել գոյություն ունի։ Առաջին մոդելը դա ցեղասպանությունն է, որը մենք շատ լավ ապրել ենք, գիտենք։ Խաղաղության երկրորդ մոդելը Նախիջևանն էր եւ այսօր արդեն Արցախը ցավոք սրտի արձանագրենք եւ երրորդ մոդելը դա այն 30 տարիներն էր, որը մենք արժանապատվությամբ ապրել ենք։ Այստեղ Ադրբեջանը Ալիևը հերթական անգամ ցույց տվեց, որ կներեք բառիս համար, բայց ինքը թկած ունի Նիկոլ Փաշինյանի վրա, Նիկոլի ընտրությունների վրա, նույնիսկ չսպասեց, որ սա ընտրություններն ավարտի վերջացնեն, որ ինքը իր վերջնական այսպես հայ-ադատության են ամենաբարձր կետը ցույց տար եւ այդ մի քանի թոշակառու հիվանդ մարդկանց էլ նույնիսկ հանեց ճանապարհեց, որ հայկական որևէ շունչ այնտեղ չլինի։ Տեսեք, պատկերացրեք, ասենք նույնիսկ հետքը ինքը չի կարողանալու ճնջել։ Ես վստահ եմ ինքը չի էլ կարողանալու Արցախը երբեք, այո, ես կարգանում եմ երկրորդ նախագահի տարիներ առաջ խոսք, երրորդ նախագահի տարիներ առաջ խոսքը, ասված Արցախը չի լինելու երբեք ադրբեջանական։ Ինքը մի օր նորից վերադառնալու է, որովհետև այնտեղ ինքան հայկական հետ կա, որովհետև այդ հողը ինքան է հայկական շնչում, այդ հողի մեջ ինքան հայ տղու այրուն կա թափված, որ չգիտեմ, մենք էլ ոչինչ չանենք, երևի այդ տարածքը ինքն իրեն սկսի հրաբուխներով այսպես ժայթքել ու սկսի պատժել, ամեն վարյան պատժել։ Այստեղ տեսեք, մի հատ հիվանդ մարդ, օրինակ Ֆեդերիկը, ինչքան հեշտ էր այդ մարդուն պահել, ամեն անգամ սիրուն հագցնել, նկարել, ցույց տալ ու ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը տեսեք խաղաղասեր է եւ գնում է խաղաղության։ Այն վատ հայերն էին, տերորիստ հայերն էին, որոնք տարիներ շարունակ խանգարում էին եւ այս Պուբուշ Նիկոլը եկավ, խաղաղությունը բերեց, մենք այստեղ հայերին շատ սիրում ենք։ Չէ, այդ մարդկանց մեջ հայ-ադածությունը գենետիկորեն է։ Երևաբար սա ամենափայլուն ապացույցն էր, որ նույնիսկ ամենաանպաշտպան մարդուն, նույնիսկ այն ամենաանզոր մարդուն իրենք ուղղակի հանեցին, ճանապարհեցին, ցույց տվեցին, որ չի կարող լինել։ Որ դա ոչ միայն սպառնալիք է արցախահայության համար, դա սպառնալիք է ընդհանրապես բոլորիս համար է սպառնալիքը։ Ապրող ցանկացած հայ համար, որովհետև Թուրքիան դա շատ վաղուց է հասկացել ցեղասպանություն անելով եւ ամբողջությամբ տեղահան անելով, հիմա այս փոքր կտորն է մնացել, ցավոք սրտի այդ գիտակցությունը չկա։ Տեսեք, ես մի կարևոր ուրիշ բան էլ ասեմ, նույն այդ պատրաստում են իրենք թուրքական, ինչ-որ ադրբեջանական փախստականների վերադարձնել, այդ վերադարձը ինքը չի լինելու խաղաղ բնակչության տեսքով։ Ինքը լինելու է օրինակ կոմանդո ճոգատների տեսքով։ Պատահական չի, որ վերջի միայն 2025 թվականի ընթացքում մի քանի նոր բրիգադներ ձևավորվեց կոմանդո զորատեսակի։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ
այսօր զինվորականներ են Ադրբեջանում, վաղը իրենք քաղաքացիական, չգիտեմ, հագուստով, խաղաղ բնակչության ու փախստականի տեսքով մտնելու են այստեղ։ Ոնց որ նույն հadoop ճոգատայինները եւ հadoop ծառայության ներկայացուցիչները մենք չենք մոռացել, չէ՞, բնապահպանի տեսքով մտան Արցախ, փակեցին Արցախի դռները եւ թույլ չտվեցին, որ Արցախում հումանիտար օգնություն կոնե տեղացներ։ Ես միանշանակ ձեր հետ համաձայն եմ, որ իսկապես շատ նույնիսկ արդեն հաճ է, արդեն շատ ամոթալի է, որ մենք ապրում ենք մի ժամանակահատված, երբ որ մենք հանդուրժեցինք Արցախի հանձնելը, երբ որ մենք հանդուրժում ենք Հայաստանի պետականության վաճառքը, այսինքն մենք այսօր փաստացի այդ մարդիկ հիբրիդային պատերազմի արդյունքում, որը տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ուղղեցին հայ ժողովրդի դեմ, կարողացան հասարակությանը դարձնել անարժեք ինչ-որ մի մասսա։ Ու այդ անարժեք մասսային այսօր իրանք փորձում են, չգիտեմ, 1000 դրամ թոշակի բարձրացումով խապել, որը շուտով նաև այստեղ ենք մենք խնդիր ունենալու։ Որովհետև այս մարդիկ, երբ որ հասկացան, որ այդ ժողովուրդը ինքը վերջնականապես վերածվել է մի ինչ-որ անմոր զանգվածի, իրանք արդեն սկսելու են էլ ավելի շատ, այսպես ստորացնել եւ էլ ավելի շատ թշվառության տանել ժողովրդին։ Քաղաքացիաների թեման հենց հիմա էլ գիտեք, որ բողոքի ակցիաները տեղի ունենում, տարբեր տեղերում Նարեկ Սամսոնյանի վիճակը շարունակում է մնալ շատ ծայրահեղ, 3 տեղափոխվել է հիվանդանոց, բայց նորից հետ էին բերել, չգիտեմ, սարսափելի բան է, գիտեք, որ սրբազաններ այդպես ծանր վիճակում են, Մկրտիչ սրբազանի մասին ընդհանրապես չեն խոսում, իսկապես շատ ծանր պայմաններում են պահում, այսինքն բառից բուն իմաստով խոշտանգումները շարունակվում են, խնդրեմ։ Տեսեք, ցավոք սրտի Նարեկին ամենացծուն օրինակներից մեկն է սպայն։ Երբ մենք այստեղ տեսնում ենք ուղղակի իշխանությունների այսպես վրիժխնդրություն, իշխանությունների փոքրοκություն եւ իշխանությունների ճղճիմություն։ Նախ Խաղ բանդարգյալներին անդրադառնալով առհասարակ մենք գիտենք, որ այս պահին 5 տասնյակից ավել մարդ գտնվում է բանդերում, այդ թվում 4 սրբազան եւ ոչ մի բանի համար։ Զուտ նրա համար, որ իրենք ունեն հայրենիք եւ իրենք հայ են եւ կրում են հայի գեները, հայի արժեքային համակարգը։ Այն Նարեկ Սամսոնյանի մասով, այստեղ տեսեք, էլ ավելի է ճղճիմությունը բարձ երևում։ Այդ մարդուն փաստացի ապօրինի զրկեցին ազատությունից, այդ մարդուն փաստացի զրկեցին բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, այդ մարդու կյանքը այս պահին փաստացի գտնվում է լուրջ վտանգի տակ, եւ այդ ամենը ընդամենը մեկ բառի համար, որը խոշոր հաշվով ոչ հայոյանք էր, ոչ էլ վիրավորանք, ընդամենը լավագույն դեպքում որոշակի բնորոշում։ Այսինքն այստեղ զուտ մենք ականատես ենք լինում այն փուլին, որ շուտով արդեն Հայաստանում ոչ թե մարդկանց խոսքի համար պետք է ձերբակալեն, այսինքն մենք արդեն գնում ենք այն ճանապարհով, որ շուտով Հայաստանում մարդկանց խոսքի համար կարող է ուղղակի քնդակարեն։ Տեսեք, եւ սա նաեւ այո բոլորիս մեղավորության արդյունքն է, որովհետեւ մենք ընդամենը տարիներ առաջ նույն խոսքի համար կորցրեցինք մտավորականի Արմեն Գրիգորյանին, այո, ու հասարակությունը դա էլ հանդուրժեց։ Այս մարդիկ ինչ են անում, Հայաստանը դարձրել են մի հատ կոնցլագեր եւ ինչպես ասենք նացիստական Գերմանիայում կոնցլագերում մարդկանց ենթարկում էին փորձարկումների, խոշտանգելով փորձարկումների, չէ, ասենք իշքան դիմացավ գազի կամերայի մեջ, իշքան ժամանակվա այրվեց կամ իշքան քնեց, որ ուժերը վերականգնեց, այսօր Հայաստանը այդպիսի մի կոնցլագերի վերածել Նիկոլ Փաշինյանի եւ մարդկանց ուղղակի փորձում է համբերությունները, ինչքան հնարավոր է մարդկանց ստորացնել, ինչքան հնարավոր է մարդկանց արժանապատվությունից զրկել, եւ ցավոք սրտի մենք դեռևս հանդուրժում ենք։ Իմ համար աբսուրդ է արդեն ես 5 տարի 44 օրյա պատերազմից է անցել, 2 տարի Արցախի հայաթափումից հանձնումից է անցել ու այս աբսուրդի մեջ ես միջև հիմա շատ հաճախ ինձ հարց եմ տալիս, լավ, բայց այս մարդիկ ինչու են շարունակում դեռևս մնալ։
Ինչն է մեզ ստիպել, որ մենք թույլ տվեցինք միջև այս պահը այդ մարդկանց մնալ։ Ես չեմ տվել, ինքը կարողանում է այդպիսի դեմագոգիա Հա, բայց ամբողջ Հայաստանը չի ամբողջ Հայաստանը հիմար չի, որ այդ մարդու, ինչի ամբողջ Հայաստանը չի տեսնում այդ մարդը քրոնիկ խոսան է։ Ամբողջ Հայաստանի քարոզ են տանում, ասում են, որ նախկինում սա է։ Չէ, այստեղ իմ կարծիքով խնդիրը այլ տեղ է, մենք պետք է փորձենք այդտեղ նայենք, որովհետև լավ ինքը մեղավորություն չուներ պատերազմը սկսվելուց առաջ, պատերազմում պարտվելուց, որից հետո հնարավոր էր վիճակը շտկել կամ գոնե այդ պարագայում երկար ժամանակ փորձել պահել այն ինչը մնացել էր, այսինքն ասեք հիմա ինքը ապուշի տեղ դրած միլիարդները բաժանում է իր թիմակիցներին, թոշակառուներին մոտավորապես ասում է դեբիլ եք 10,000-ը չգիտեք ոչ պիտի ծախսեք, 127 դրամ է ընդհանրապես ավելացել։ Իմ կարծիքով ընդրություններից հետո կներեք ընտադեցի իմ կարծիքով ընդրություններից հետո ինքը այդ թոշակն չի տալու այլևս, որովհետև ինքը իմ պարզ հասկացավ, որ այս ժողովուրդը չի բողոքելու։ Ինչի համար իրանց թոշակը բարձրացնենք, երբ որ իրենց պետք չի, որովհետև չեն բողոքելու։ Բողոքելու է ուղղակի այստեղ հիմար են ընդդիմադիրները եւ չեն կարողանում։ Տեսեք այդ նույն ընդդիմադիրների մեջ նաև մենք ենք, եկեք այդպես ընդհանուր բնորոշում չտանք, այո։ Շատ կարևոր են ժողովրդի համար, փոխանակ նաև մենք այդ ուղղությամբ աշխատենք սոցիալական թեմաներով, որ տեսեք ձեզ ինչ վիճակի մեջ ակցել, միջև հիմա դուք էլ լինելով ընդդիմադիր գործիչ կարողացել եք բացատրել, որ ասֆալտի եւ ճանապարհի տարբերությունը որն է, ինչքան բանը ճանապարհ էին գցել նախկին իշխանությունները, այսօր եկել է ասֆալտը ներկում է, խափում է, ասում է սա է։ Տեսեք իրականում այդ այստեղ խնդիրը նաև տեսեք խնդիրը դուք ճիշտ եք ընդդիմադիր դաշտում կա շատ մեծ խնդիրներ եւ առաջնահերթ այդ մեծ խնդիրները պայմանավորված են շատ խոշոր խաղացողների անձնական տարբերություն իշխանությունների ընդդիմությունը իր ժողովրդին լավ չի ճանաչում, չի հասկանում, որ սոցիալական հարցերը շատ ավելի կարևոր են, չի ինքը ասում է Արցախի հարցը, բայց հակաարցախյանն էս քարոզա գնացել։ Մի հատ սոցիալական հարցը այս մարդկանց մոտ բարձրացրեք, արտնացրեք, այս իշխանությունը վռնդեք, խորքային առումով Արցախի հայրենիքի խորքային գիտակցումը կորուստը նոր մտցրեք այս ժողովրդի մեջ։ Տեսեք այդ դուք ես հասկանում եմ ձեր զայրույթը ինչ որ իմաստով նաև կիսում եմ, բայց այստեղ խնդիրը նաև այլ տեղ է գնում։ Այդ սոցիալական հարցերով իրականում երևի թե Հայաստանում շատերն են փորձել ավելի այսպես պոպուլիստ երևալ, որովհետև սոցիալական խնդիրները իրենք ավելի շատ պոպուլիզմի մեջ են եւ իրականում եթե մենք պետք է պոպուլիզմով փորձենք մրցել Նիկոլ Փաշինյանի հետ, մեր մեջ ոչինչ չի ստացվում, որովհետև այս երկրի թիվ 1 պոպուլիստը ինքն է։ Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության սխալ աշխատանքն անելուն, ընդդիմության աշխատանքում այո սխալներ կան, միանշանակ կան, այդ սխալները եղել են դեռևս եւ 18 թվականին եւ հետագայում 2020-ին, 21-ին եւ ցավոք սրտի այդ տեսեք մենք հիմա 2026 թվականին ենք գնում ենք հերթական ընտրություններին եւ կրկին կրկնում ենք այդ սխալները։ Եվ այստեղ շատ վտանգավոր է, որովհետեւ եթե մենք մի փոքր էլ այսպես շարունակենք հերթական ընտրություններից հետո ինքը կսկսի իր չարաբաստիկ գործի վերջնական այսպես շտրիխները քաշելը, որոնց մեջ կմտնի եւ Սյունիքը ամբողջությամբ ադրբեջանական ազդեցության կոդի դարձնել եւ Ադրբեջանին հանձնել եւ եկեղեցին վերջնական աղանդի վերածել, այսինքն ցավոք սրտի ես ձեր հետ այդ մասով ճիշտ եմ, որ մենք թույլ ենք տվել ընդդիմությունը թույլ է տվել բավականին լուրջ խնդիրներ եւ հենց հիմա էլ կրկնում է այդ նույն սխալները։ Այ մենք այդ սխալներից պետք է կարողանանք դուրս գալ։ Խորքային գիտեք խնդիրները ինչ կա, սոցիալական ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ կան, արդյոք թոշակառուներին վերջապես հասկացան թոշակառուները Գյումրի, որտեղ ինքը սոցիալական ամենածանրն է, վիճակում գտնվող մարզն է, գիտենք որ Շիրակը ամենահետ իմաստով ամենախոցելի մարզն է իմաստով ինչ է կատարում, ինչ է տեղի ունենում։ Տեսեք նույն ինչպես Գյումրիում, այնպես էլ Հայաստանի բոլոր բնակավայրերում հասարակությունը նույնն է։ Տարբերությունը կարող է լինել շատ չնչին։ Եվ այստեղ այ ձեր ասածի նման մարդիկ այլևս այդ ասֆալտով չեն զարմանում։ Որովհետև միանշանակ նախքին տեսեք Մերոնց գյուղի ճանապարհը տեսնեք 2 տարի առաջ են արել փոսերը Ես ձեզ կարող եմ եւ Գյումրիում եւ Շիրակի մարզում նմանատիպ բավականին շատ ճանապարհներ ցույց տալ, որոնք ուղղակի այսպես միանգամյա օգտագործման ճանապարհներ էին ինչ-որ խնդիրներ լուծելու համար։ Հիմա էլ այդպիսի մի
կամ միան օգտագործման ասֆալտներ կներեք, ճանապարհ չի, որովհետև դուք շատ տեղին եւ ճիշտ նշեցիք, ճանապարհները կառուցում էին նախկինում, երբ որ Գյումրիում, տեսեք, ճանապարհը կարող է նաեւ անորակ լինել, բայց լինել ճանապարհ։ Այդ ճանապարհ իմ համար նա էր, երբ որ ես Գյումրիում իմ մեքենան գործի էի գցում եւ անջատում էի Ստեփանակերտում։ Իսկ հիմա ուր է տանում ճանապարհը, այ Նիկոլի ճանապարհը ուր է տանում։ Ճանապարհը իմ համար այն ճանապարհն էր, տեսեք, այն ճանապարհն էր իմ համար, երբ որ այդ ճանապարհով մենք կարողանում էինք ռազմական շքերթներ անել։ Իսկ հիմա այդ ճանապարհներով մենք զինվորներ տարանք թաղեցինք։ Թող լիներ այդ ճանապարհը սաստիկ վադը, թող լիներ փոսերով, մենք է գնայինք, տեսեք, բայերով այդ փոսը լցեինք, բայց այդ զինվորին մենք չտանեինք թաղեինք, այդ զինվորի հարսանիք անեինք։ Չէ, բայց այնպես չի որ հասկանում եք մեկ այնպես չի որ տեսեք նույն Գյումրիի լավ, ես օրինակ բերեմ Գյումրիում 2018 թվականից իրականացված այսպես ճանապարհաշինության կամ ասֆալտապատման աշխատանքների մեջ զգալի մեծ դեր կար, այդ 80%-ը ճանապարհները կառուցվեց Եվրոպական զարգացման բանկի շնորհիվ։ Այդ ծրագիրը բերել էին 2016 թվականին։ Երբ որ այն ժամանակվա Գյումրու քաղաքապետ Սամվել Պալասանյանը գնաց խնդրել էր նախագահ Սերժ Սարգսյանին, մտցրեցին ազգային ժողով եւ այդ ճանապարհին դեմ քվեարկեց այն ժամանակվա ՀԱԿ խմբակցության երկու падգամավոր, որից մեկը Նիկոլ Փաշինյանն էր։ Այ եւ 18 թվականին ինքը սկսեց այդ ճանապարհը ծախել ժողովրդի վրա, որ այ տեսեք դեկտեմբերին երբ որ եկել էր Գյումրի, տեսեք ես ինչ եմ անում։ Կամ ես ասեմ վերցնենք բոլոր 4 ղեկավարներին օբյեկտիվ նայենք, զուտ թվերով նայենք։ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ որ ռուս շինարարները սովետական միությունը փլվեց գնացին, պատերազմի պայմաններին Գյումրիում անի թաղամասում կառուցվեցին բազմաթիվ շենքեր Հայաստան համայնքական հիմնադրամի շնորհիվ։ Այսինքն այդ մարդիկ մտածեցին, որ դինտեղ աղետի կոդու հարց լուծվի։ Ռոբերտ Քոչարյանի օրոք կառուցվեցին բազմաթիվ եւ բնակելի շինություններ, եւ դպրոցներ, եւ մանկապարտեզներ, ամեն ինչ։ Լինսի հիմնադրամի գումարների հաշվին, Սերժ Սարգսյանի օրոք բյուջեի հաշվին մի ամբողջ թաղամաս, մուշ 2 թաղամասը, մուշ 2 թաղամասը կառուցվեց, որտեղ մի քանի հազար բնակարաններ տվեցին եւ քաղաքը հիմնականում արդեն այդ տնակներից ազատվեց։ Դրանից հետո ձևավորվել էր Գյումրին առանց տնակների հիմնադրամ, որի ղեկավարն էր հանդիսանում պատվավոր նախագահ Միքայել Սրբազանը։ Այնտեղ հավաքված էին բազմաթիվ գյումրեցիներ, նաև ինչու՞ չէ Երևանից տարբեր անհատներ, հայտնի մարդիկ, ովքեր իրենց ազդեցությունը, իրենց հնարավորությունը գործի տնելով կոնե ամսական մի քանի բնակարանի հարց լուծում էին։ Եկավ Փաշինյան Նիկոլը։ Առաջի հերթին իրեն հակաեկեղեցականների միջոցով կներեք բառիս համար, բայց դա է իրենց ասում, մուտիտը քծեց, այնտեղ կռիվ տավի սարքեց, այդ հիմնադրամը փակվավ։ Դրանից հետո ասեց եկեք ձևավորենք հանձնաժողով, այդ հանձնաժողովով որոշենք իրականում քանի հոգի է մնացել անօտևան եւ այլն փորձենք այդ հարցը լուծել։ Դրանից հետո մի քանի ամիս հետո հերթական էլի նույն բառն ասեմ մուտիտը տարածեց, ասես մի $50 միլիոն հարց է կկարգավորենք։ Բայց միջև այսօր մի բնակարան իր շնորհիվ չի կառուցվել։ 8-րդ տարին է։ Մի բնակարան չի կառուցվել, այո, ոչ մի բան այնտեղ չի կառուցվել, ավելին ասեմ, ընդհակառակը էլ ավելի է այդ վիճակը ծանրացել։ Հետևաբար ես նորից կրկնվեմ, այս մարդը ընդամենը ինքը որպես իրական, այսպես ասած, հիբրիդային պատերազմի զինվոր, ինքը ընդամենը անում է հետևյալը, կամ սուտ է խոսում, կամ կիսա ճշմարտություն, եւ այդ կիսա ճշմարտության մեջ էլ պետք է տարբերել, վերցնել միայն սուտը։ Եվ այստեղ նաև մեր խնդիրը ինչու՞մ է, որ մենք չենք կարողանում իր, այսպես ասած, կիրառած տեխնոլոգիաների թեմա առնել, ինքը շատ լավ տիրապետում է բոլոր տեսակի մանիպուլատիվ հնարքներին եւ ինքը կարողանում է շատ խոսել, անընդհատ խոսել, անընդհատ սդել եւ այդ սդի միջոցով ինքը այսօր հասարակության մեջ մտցրել է մեդիա տերոր։ Եվ այսօր արդեն մարդիկ իրականում գուցե եւ շատերը չեն էլ տարբերում։ Բայց նաև միանշանակ կարող եմ ասել հետևյալը.
եթե մենք մի օր արթնանանք եւ բոլորս մեր մեջից հանենք անձնական նեղվածությունը մյուսների նկատմամբ, մեր մեջից կարողանանք հանել մեր անձնական, այսպես ասած, շահը եւ ամբիցիաները, Նիկոլ Փաշինյանը կմնա Հայաստանում 1 ժամ, ոչ ավելին։ Հավատացեք, հասարակությունը այսօր դրան պատրաստ է։ Միանշանակ պատրաստ է։ Տեսեք, ներքի քննարկումներ են, հա, ընդդիմադիր ուժերի մոտ, հայ-արաբական դաշնակցությունը հայտարարեց, որ մենք այո միասնական այսպես կգնանք, ինչ որ ուժեր ասում են, ոմանք քննարկումների մեջ են, իսկապես կլինի այդ դիտարկումը, որ մեկ Ընտրությունների հիմնական մեկ խնդիր դնել, ընտրություններից առաջ process-ներ սկսել, ինչ որ բաներ անել, կանեն արդյոք դա, կդնեն մի կողմ ամեն ինչ, կհասկանան, որ այս կամ այն յուրաքանչյուր, տեսեք, յուրաքանչյուրը պարտավոր է։ Այս երկրում, եթե դու ապրում ես, ազգանունը դիանով է վերջանում, դու պարտավոր ես առավոտ արթնանալուց մինչև սուրճի բաժակին մոտենալը մտածել Նիկոլի հեռացելու մասին։ Սա պետք է լինի յուրաքանչյուրիս մեջ։ Եվ սա կբերի իրականում այդ արդյունքին։ Իսկ ինչ վերաբերվում է ընտրությունների եւ առհասարակ այնպիսի քաղաքական միջոցառումների, որոնք կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը, այստեղ արդեն շատ մեծ խնդիր կա։ Որովհետև այդ մարդը, տեսեք, այդ մարդը ազնիվ չի, այդ մարդը ասում են նախկին իշխանությունները ընտրություններ են կազմակերպում, ով Հայաստանի Հանրապետությունում, ով կազմակերպում է ընտրություն, նա հաղթում է։ Հիմա այն ժամանակ Սերժ Սարգսյանն էր կազմակերպում, հաղթում էր։ Ես ասեմ աշխարհում է այդպես։ Աշխարհում է այդպես։ Էրդողանն էլ վերջերս կազմակերպեց, հաղթեց, բայց իրականում մենք գիտեինք այնտեղ ինչ էր կատարվում։ Բայց կան ինչ որ process-ներ ընտրություններից առաջ, չգիտեմ, ընտրություններից։ Այդ տեսեք, դրա համար եմ ես ասում, որ մենք ոչ թե պետք է ընտրությունը դարձնենք մեզ համար ծեև։ Չէ, տեսեք, մենք հասկանում եմ այդ աշխարհաքաղաքականը, բայց մի մոռացեք, որ մենք Հայաստանի Հանրապետությունում դեռևս ազգային միատարրություն կազմող հասարակություն ենք։ Այսինքն այդ աշխարհաքաղաքականը, եթե մենք բոլոր հայերս չկան, չէ՞ մեր մեջ դեռևս այդքան շատ չկան հնդիկներ կամ սկսել են իհարկե բերել լցնել, բայց համենայն դեպս մեծամասնությունը բացարձակ մեծամասնությունը մենք ենք։ Հետևաբար, այստեղ մենք պետք է թույլ չտանք, որ մեր ուղեղների վրա ազդեն ինչ-որ աշխարհաքաղաքական խաղացողներ։ Մենք մեր շահը պետք է գտնենք այստեղ։ Եվ այստեղ նաև գուցե խնդիրը հենց նրանում է, որ իրականում մենք մեր շահը չի Մենք մեր շահը չենք կարողացել ճիշտ ձևակերպել, գուցե նաև մեր խնդիրը այստեղ է, գուցե ձևակերպողն է սխալ եղել, գուցե ձևակերպողներ պետք է փոխվեն։ Այստեղ նրբություններ կա, որի մասով այ հիմա այդ քննարկումները, որ կնում են, պետք է այդ քննարկումները առաջնահերթ գնան հասկանալու համար մեր բոլորիս թույլ տված սխալները, սկսած Պողոսյան Կարապետից վերջացած, չգիտեմ ումից։ Այսինքն խնդիրը այստեղ դա պետք է լինի։ Երկիրը պետք է փրկել, որովհետև մենակ լավ, տեսեք շատերը միանշանակ, ես ես ավելին ասեմ, տեսեք ինքը երբ որ մեղադրում է, ասում է Ռուսաստանից կամ որտեղից Հայաստանի դեմ, Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային պատերազմ է արվում, այն ինքը տեղ կիսա ճշմարտությունն է ասում։ Կա իրականում հիբրիդային պատերազմ, բայց այդ հիբրիդային պատերազմը ոչ թե դրսից է արվում մեր դեմ, այլ ներսից է արվում։ Ավելին ես ձեզ ասեմ, ես դա բնորոշում եմ հիբրիդային ցեղասպանություն եւ ոչ թե հիբրիդային պատերազմ, որովհետեւ այս մարդու նպատակը ո՞րն է իրականացնել Ալիևի եւ Էրդողանի լավագույն ցանկությունը, այս տարածքը զրկել հայերից։ Ստորացնում արհամարում 500,000 թոշակառուներին, ովքեր եղել են իր հիմնական հենման կետեր ընտրությունների ժամանակ ձայներ ստացել։ Իր հույսը հիմա ի՞նչն է։ Ես քիչ առաջ ասացի, ինքը հասկացավ մի բան, որ այդ նույն թոշակառուներին, եթե ինքը թոշակը չտա, միևնույն է իրեն չեն նեղացնելու, այսպես ասած, դուրս չեն գալու փողոց, դուրս չեն գալու իր դեմ պայքարել։ Եվ հիմա ինքը ինչ հաշվարկում, ավելի լավ է իր թիմագիստներին ինքան փող տա, որ վաղը մյուս օր դրանք այդ փողի մի մասը բերեն ընտրությունների վրա ծախսեն, քան հանիտա սովորական թոշակառուի։ Այսինքն սա իր արհամարանքն է, միևնույն ժամանակ նաև իր ժլատ տեսակն է, որովհետև Արցախի վաճառքից հետո ինքը ինքան փող ուներ, որ կարող էր այս երկիրը, այսպես չգիտեմ, վարտի պես պահել, բայց ամբողջ փողը ինքը պահեց իրեն։ Իրականում այս մարդը ժլատ է նաև, այս մարդը չկամ է, իրականում ինքը չկամ է, ինքը չի ուզում, որ, տեսեք, մեր հանրության մեջ, այո, այսօր կա նաև այդ տեսակետը, շատերը, ովքեր ժամանակին իրեն այսպես պաշտպանում էին, իրենց թվում էր, թե Փաշինյանը Արցախը վաճառելուց հետո իրենց բանկային քարտոշկի վրա փող է գցելու։ Եվ իրենք հասկացան, որ չէ, այս մարդը ոչ մեկին է ոչի, հիմա Սյունիքն է վաճառելու չի տա։ Ինքը հասկանում եք, ինքը կյանքում չստացված մարդ,
Տեսեք, իրականում շատ բարդ է, ինքը այն մարդն է, որը դեռ չծնված անեծքի տակ է եղել։ Երբ իր մերը հեղի ինքը անեծքի տակ է եղել։ Ու այդ մարդը այդ անեծքով ծնվել ու ինքը ադում է բոլորին։ Իրականում, եթե մենք նայում ենք այդ մարդու ընտանիքը սկսած իր պապից չի ստացվում, երբ որ պապը խորհրդային միության տարիներին պատերազմի ընթացքում գերմանացիներին է ծառայել։ Այս անցած շաբաթ մի հետաքրքիր բան հայտնաբերեցի։ Այսինքն ես ասում եմ, ինքը ծնվել է անեծքով։ Իհարկե։ Խորհրդային ժամանակներում դուք երևի ինձանից է լավ կհիշեք, ինչպես էին վերաբերվում այդ ամեն ինչին։ Ես ձեզ ավելին ասեմ, եթե հիշում եք անցած շաբաթ Նիկոլական, այսպես ասած, մի քանի մարդկանց Հագայի գեղեցական կամ Նիկոլի աղանդի հետևորդներից մի քանի անհատների փորձեցինք ուսումնասիրել, հասկանալ եւ նաեւ հրաբարակային այդ մասին խոսեցինք, բոլորի պապերը ստալինյան ժամանակահատվածում եղել էին տանոցչիկ։ Գործ տվող։ Այդպիսի դեպք հայտնաբերեցինք աշնագում, չէ, հայտարարեցինք ում պապն էր։ Այդպիսի դեպք հայտնաբերեցինք Դավթաշենում, հայտարարեցինք ում պապն էր, հայտարարեցինք նաև դրանց ճակատագրերի եւ վերջի մասին։ Այսինքն այս Փաշինյան Նիկոլը ինքը ում էլ որ ընտրել է կամ թուրքական հիբրիդային պատերազմ իրականացնողները, ովքեր որ մտել են մեզ ոչնչացնելու, իրենք ում են ընտրել։ Այնպիսի մարդկանց, ովքեր որ գեներով են փչացած։ Որովհետև տեսեք մարդը, եթե նույնիսկ հնարավոր չէ, յուրաքանչյուր մեկը կարող է ինչ-որ պահի սխալվել, մեզանից բոլորս էլ ինչ-որ մեր կյանքի հատվածում սխալներ թույլ տվել ենք, բայց սովորաբար երբ որ մարդու գենը մաքուր է, ինքը կարողանում է սխալն ուղղել, իսկ սրանք այդպես են փչացած։ Այո, տեսան որ ինչ-որ բան, այո, այնտեղ կա, եւ իրենք գտան են մարդուն, ով ամենափչացածն էր։ Ու այսօր տեսեք, ես ցես հետաքրքիր բան ասեմ, իհարկե այս մասին ես առաջիկայում էլ ուզում եմ խոսել, որտեղ վերջնական լատեսկի չեմ բերել, բայց նույնիսկ ինքը իր ամեն process-ը սկսելուց ինքը իր թիմի մեջից կոնկրետ մարդկանց է ընտրում։ Այսինքն ինքն է վերցնում է դրանց փչացածությունը եւ որոշում է թե օրինակ ով ավելի հակա եկեղեցական կարող է լինել, ով ավելի սրիգա կարող է լինել։ Այսինքն Այս ընթացքում ես 8 տարվա մեջ է, տա Աստված իհարկե վերջացնենք 8-ով էլ առաջ չգնանք, բայց երբ որ մենք եզրափակենք, մենք կունենանք այդ հիանալի պատկեր։ Կունենանք հայության սերուց արդեն մեր աչքի առաջ, որ հստակ կտեսնենք ով էր եւ ում ինչ կարելի է վստահել եւ իրական կունենանք նաեւ հայկական այսպես տագանքի հավաքվածությունը մի վայրում։ Այն Նիկոլ Փաշինյանից միակ բանը դա կարող է մեզ օգուտ մնալ, եթե ստացվի մենք կարողանանք առաջիկայում իրենից ազատվել։ Ավելին ես ձեզ ասեմ, Նիկոլից ազատվելուց հետո Հայաստանում եւ հայկական աշխարհում սկսվելու է ոսկե դաշտ։ Թե մշակութային առումով, թե ռազմաքաղաքական առումով, թե տնտեսության առումով, որովհետեւ այս ընթացքում ում մեջ ինչ հակնված տաղանդ կար, ինքը այդ ամեն ինչը դուրս եկավ։ Այ 2000 ես միշտ օրինակը բերում եմ 2022 թվականի ջերմուկի պատերազմից հետո, երբ որ սոտկից հետ էինք գալիս, երիտասարդներ կային, ովքեր ինձ զանգահարեցին եւ խնդրեցին որոշակի օգնություն, որովհետեւ իրենց մոտ գաղափար էր ծնվել, հետագայում իրենք դա իրականացրեցին արհեստական բանականությամբ անոտաճու սարք սարքել։ Դա 2022 թվականին։ Միջև այդ երեխեք այդ ջահելները չէին մտածել դրա մասին, բայց այս պատերազմից հետո իրանք արդեն ինքան էին վիրավորված, իրանք ինքան էին արդեն նեղված, որ իրանց ուշք ու միտքը տրել էին այդ ուղղությամբ։ Ու դուք հավատացեք, վաղը մյուս օր Նիկոլից հետո, եթե մեզ հաջողվի կամ գոնե մեկ անհատի հաջողվի ժողովրդին մոտ վստահություն ներշնչել եւ այդ հանրությանը տանել առաջ, հավատացեք մենք իսկապես ունենալու ենք ոսկե դար եւ հանճարեղ այսպես հայորդիներ են ջրի երես դուրս գալու եւ իրենց գիտությամբ, իրենց քաջությամբ, իրենց տաղանդով մեզ հերթական այսպես առաջընթացն են ապահովելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։